տեղի ունեցավ քաղաքական ձևաչափի հանձնաժողովի քննարկումներին, հատկապես ես ինքս կողմնակից էի, որ եթե նամակով դերում ես և դիմում ես և ասում ես, որ համաձայն չես այդ ձևաչափը օգտագործել, երևի պետք է ընդամենը մեկ նախադասությամբ անդրադարձ կատարեինք, բայց դա այլևս թույլ տվեց այն, որ այս պարագայում մնացածին բոլոր քննարկումների մեջ պես ասենք սանձերը զբաղ թողեմ և դրանից հետո նախահարձակ լինելով ոչ միայն որ քննարկենք թեմայի շուրջ, այլ ամեն հարցի մեջ ներառվեն հենց միայն և միայն մեր շահերից ելնելով խնդիրների բարձրաձայնումը, որտեղ ստիպված էին ադրբեջանցիները պատասխան տալու համար նորից ձեռք բարձրացնեին և ընդամենը երկրորդ հարցադրումից հետո այլևս ադրբեջանական պատվիրակներին սկսեցին չտալ, որովհետև իրենք ամեն անգամ փորձում էին նույնը տանեին, հարցի ձևակերպում այնպիսին էր դառնում, որ իրենց միանգամից գալիս էին Հայաստան բառն էին ասում և այդտեղ կանգնեցնում էին։ Գլխավոր խնդիրը ըստ իս, որ կար զեկույցներում, շատ հետաքրքիր էր, որտեղ մեր համար ապագան պետք է հաշվի առնենք, կար մեկ զեկույց քաղաքացիական հանձնաժողովում նվիրված ԵԱՀԿ մոնիտորների դերակատարմանը Ուկրաինայում։ Եվ այնտեղ բոլորը գիտեք, Ուկրաինայում առնվազն 800-ներ իրենք։ Մեր տարածաշրջանում ընդամենը 6-ն են, այդպես ասենք 3-ը Հայաստանում, 3-ը Արցախում, որ նույնպես ժամանակ առ ժամանակ գալիս դուրս են նաև Ադրբեջանից են ունենում։ Եվ գրած է շատ բացասական դերակատարման մասին, որ նույնիսկ 800 մոնիտորների ԵԱՀԿ-ի չեն կարողանում կողմնորոշվել, թե ով է խախտել պայմանավորված զինադադար Ուկրաինայում։ Բնականաբար ինձ շատ հետաքրքիր հասկանալ արմատները այդ խնդիրների և պետք է այստեղ ուշադիր լինենք ապագայում, երբ որ նույն ԵԱՀԿ-ի մեխանիզմները առաջարկի մոնիտորինգային ծառայությունը այստեղ մեծացնելու, հասկանանք, որ նմանած փորձի չկան փորձ Ուկրաինայում, որ կլինեն զինադադարի խախտումներ, բայց նրանց հետո նույնիսկ ավելի մեծ քանակ մոնիտորներ չեն կարողանալու կողմնորոշվել, ասենք, բայց չհասկացանք, թե ով կողմը խախտեց, եթե մեր նպատակներից է նորը։ Բնականաբար այս տեսակի հարցերը բարձրացնելուց ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ իսկապես